Հարգելի հեռուստադիտողներ, հեռանկարի հյուրն է ՈՄԱ ողջ մնալու արվեստը կազմակերպության հիմնադիր, հետախույզ, ազատամարտիկ, հասարակական եւ ռազմական գործիչ Վովա Վարդանովը։ Բարև ձեզ, պարոն Վարդանով, շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Այսօր սեպտեմբերի 27-ն է, խոսելու ենք 44-օրյա պատերազմից։ Բայց պատճառների մասին կարծում եմ շատ է խոսվել եւ դեռելի շատ խոսվելու է, ես առաջարկում եմ ավելի շատ հետևանքներից խոսենք, ավելի շատ դասերից այդ պատերազմի։ Արդյոք մենք դասեր քաղեցինք այդ պատերազմից։ Կարծում եմ ոչ։ Եթե sense կարճ չենք քաղել, որովհետև պատերազմում մեր պարտությունը պատերազմում չէ, այդ մարտական գործողություններում պատերազմում 89-ից առեսօր չի ավարտվել։ Ինքը շատ ոնց որ ասած հեղինակներ ուներ այդ մարտերում պարտությունը ու հիմնականում քաղաքական կամք չունենալը գրեթե ոչ մեկի մոտ Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարների մոտ սկսած 90-ական թվականներից առ այսօր կամք չունեն եւ ամենակարևորը չեն հասկանում ոնց է կառուցվում անվտանգային համակարգը, որ անվտանգային համակարգի մեջ զգալի դեր խաղում է ինքը գերագույն մարմին ժողովուրդը, ազգաբնակչությունը, հասարակությունը, ոնց ուզում եք ասեք, ինքը կարևորագույն դեր է խաղում, ինքը համալրողն է, ինքը պայեստազորն է, ու այդ ամեն ինչը պիտի պարապի, պատրաստի այդ պայեստազոր, համալրումներ, ստորաբաժանումներ, որոնք որ ասենք կադրային են, ենթադրենք միայն հրամանատար ունեն եւ համալրվելու են ռեզերվիստներով, այդ ռեզերվիստների հետ պարապելա պետք։ Այն պարապմունքները, որը արվում է, ծիծաղալի քանակներ են, տարեկան 3-ից 10,000 հոգի, հաշվի առնելով Հայաստանի ռեզերվը գնահատվում է 350-ից 370,000, եթե իրանք ունակ են առողջականով եւ պաշտոններ չեն զբաղացնում 250,000-ը, դա մաքսիմումով վերցնենք 10,000 են պարապում, դա նշանակում է 25 տարի մեկ պիտի վերապատրաստվի մարդը, 25 տարի դա լուրջ է, ասենք այդ նման բան սխեմա կառուցողը եւ համարվում է, որ մենք հետեւություններ ենք արել։ Բարի է։ Ես ձեր ընդհանուր գնահատականը հասկանում եմ, բայց եթե այդպես կատեգորիկ ու միանշանակ չլինենք, կան ինչ-որ տեղեր, ուղղություններ, որտեղ մենք ամեն դեպքում ունենք ինչ-որ տեղաշարժ առաջընթաց։ Օրինակ բանակը, եթե մենք այսօրվա բանակը վերջի տարիների այդ ձեռքբերումներով, հնդկական, ֆրանսիական զենքերով, ներքին բարեփոխումներով, չգիտեմ, սկսած զենքից մինչև զորանոց եւ այլն, այսօրվա բանակը, եթե մենք համեմատենք 2020 թվականի մինչև սեպտեմբերի 27-ը ունեցած բանակի հետ, ինչ առավելություններ ունենք։ Չունենք առավելություններ։ Ընդհանրապես։ Զենք զինամթերք կարևոր է, անձնակազմի թիվ կարևոր է, ամեն ինչում մեր մոտ նվազում է տեղ ունեցել։ Իհարկե օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Զենքը նվազել է, որովհետեւ պատերազմի ժամանակ կիրառվել է եւ չի վերականգնվել այն քանակները, որ օգտագործվել է։ Որոշ քանակ զենք եւ զինամթերք հայտնվել է հակառակորդի ձեռքում 20 թվականին, որոշ զենք զինամթերք 23 թվականին ուղակի հանձնվել է հակառակորդին կամ Յանին միշտ մենք զենք ձեռք բերելու ավելի լայն շուկա ունենք հիմա, ավելի մատչելի, ավելի հասանելի եւ օգտվում ենք այդ շուկայից։ Չեմ կարծում, երբեք արգելքներ չի եղել լայն շուկայից օգտվելը։ Երբ որ ասում են մենք պարտավոր էինք միայն Ռուսաստանից օգտվել, ոչ, Ռուսաստանը ճնշում էր, գործադրում որոշ զենքի տեսակներին, որը որ ինքը արտադրում էր։ Ու բնական է իր արտադրածը։ Բայց ճնշումը հերիք չէր, այն Ռուսաստանի նման ազդեցիկ երկրի։ Հաշվի առնելով որ այդ զենքի տեսակները ավելի թանկ էին ուրիշ շուկաներում, ասենք բնական է, այդտեղից օգուտ էր խաղում, բայց թե սերբական զենքերը հայկական զինված ուժերում ներկա էին, թե Բուլղարիայի զենքեր կային, չինական զենքեր կային, ուզում եմ ասեմ, ունես չէ՞ որ sense ռուսը մոնոպոլիստ էր, մոնոպոլիստ չէին, ախր իրանք
բարենպաստ պայմաններ էին ստեղծել, որ մենք իրանցից առնենք։ Ուրիշ բան, որ իրանք զենք վաճառելուց շատ հաճախ ոնց որ բարենպաստ պայման այդ թանկարժեքներ զենքի։ մենք հաճախ առնում էինք այն զենքը, որը որ մեր վզին փաթաթվում էր։ Այդ դրա մասին է պետք մտածել եւ խոսալ եւ մի քիչ կամք ունենալ եւ չառնել այդ զենքերը։ Օրինակ ինքնաթիռները, որոնք 3000 կիլոմետր, ասենք, ռադիուսով թռիչք էին ապահովում, Su-30 SM-ները, մեր ինչին էր պետք։ Մենք կարայինք ավելի մատչելի, ասենք, շվեդական գրիպեններ առնեինք։ Ես ուրախացել էի, որ մենք այդ ինքնաթիռները առել ենք, ասենք, ինչ մեղքս թաքցնեմ, որովհետև իրանք գրոհող բանակի ինքնաթիռներ են։ Բայց մենք խորը պաշտպանության մեջ գտնվելով, չմշակելով գրոհային գործողություններ, գնեցինք գրոհային ամենաթանկանոց զենքերից մեկը, կարճ ասած, կարծում եմ դա փաթաթվել էր մեր վզին, որպեսզի, ասենք, Su գործարանը կարողանա ուրիշ ինքնաթիռներ, ասենք, զարգացնի եւ արտադրի։ Բայց նույն ձևով կարելի է խոսալ նրա մասին, որ հենց այդ ժամանակ մենք գնեցինք ասա-ակա Հորդանանից օգտագործված, ժեխի վերածված, ասենք, զենքի տեսակները, որը ես էլի ողջունել եմ, որովհետեւ դա ռազմարտունաբերությանը օգուտ է։ Եթե ժամանակ ունես եւ այդ ասաները, որոնք որ շատ հաճախ մարդիկ ասում էին, սխալ որոշումներ էտի առնելը, հին էին, բան, իրանք աշխատեցին։ Եվ Շուշի կողքը գտնվող, ասենք, Շուշի քենդի այդ բացատներում տեղակայված ասան 27 թիրախ է խոցել, 27։ Ուզում եմ ասեմ, նենց չի որ մենակ ռուսից են առել, որտեղ հնարավոր է իրանք լոբինգ են արել, որ հենց իրանցից առնեն։ Որտեղ հնարավոր չի եղել, որտեղ մենք կամք ենք դրսևորել, առել ենք այլ ընտրանք, ասենք, ոնց որ ասած, խանութներից ենք օգտվել։ Ամեն դեպքում, պարոն Վարդանով, կարծում եմ, որ միայն այն փաստը, որ ասում եք փաթաթել են, հա, մեր վզին այդ զենքը գտնելու, դա արդեն սահմանափակում է մեզ համար։ Սահմանափակում է, այո։ Բայց հաշվի առնելով, որ այդ ավելի շատ մենք էինք մեղավոր, որ մեր վզին էր փաթաթվում, ոչ մեկ մեզ չէր արգելում, ասենք, չէ։ Չկար այդպես բան։ Այն որ մարդ ինքն է ռազմական գործի գիտակներն են ընտրում այդ ցանկը, այդ զինատեսակները, այդ չէ՞ որ։ Ինչ գիտակներ։ Լավ էլի։ Ուսադիրներով մարդիկ։ Լավ էլի։ Բա ովքեր։ Լավ էլի։ Դա քաղաքական որոշում էր։ Քաղաքական որոշում էր։ Բայց քաղաքական որոշումը վերջո պետք է հիմնված լինի մասնագիտական որոշման վրա։ Ոչ, հաճախ Հայաստանում լինի քաղաքական հիմա չէ, այ նաև հիմա հաճախ, որ չասեն մեր ամենայն հայոց սրբությանն եմ կպնում, չէ, հաճախ միշտ 90 թվականներին ձևավորվեց մի իրավիճակ, մանավանդ երբ որ ռուսները թուրքերի եղբայրությունը հասկացան, որ լավ բան չի եւ դադարեցին մեր վրա կրակել, եկան կանգնեցին մեր կողքը, այդ վաղ ձևավորվեց մի կարծիք, որ պիտի հանկարծ ռուսներին չնեղացնենք։ Շատ դեպքերում, ասենք, ատոմակայանի թանկանոց ռեմոնտը 330 միլիոնով։ Ընդհանրապես նեղացնել ոչ մեկին պետք չի, մանավանդ թշնամացնել ոչ ոքի պետք չի։ Ես դառը պտուղները թշնամության Ռուսաստանի հետ քաղել եմ։ Դա եղել է 90 թվականին, երբ որ իրանք սկսեցին մեր վրա կրակել դեմիլիտարիզացված, այսպես ասած, զոնայում, 91 թվականին, երբ որ այն օպերացիան, որ իրանք մշակել էին հայ բնակչությունը պաշտպանելու համար, ու ոչ միայն հայ, բայց ասենք ներսում եղած բնակչությունը պաշտպանելու համար, իրանք զենքերը շուռ տվեցին եւ ներսը սկսեց ճնշվել օպերացիա Կալցո։ 92 թվականը, երբ որ ասենք լեզու չգտան Հայաստանի ղեկավարները ռուսների հետ եւ ռուսական զորքերը Շուշիից մի ամիս հետո Շուշին ազատագրելուց գրոհեցին Շաումյանը, Մարդակերտը, Ասկերյանը, Մարտունին եւ Հադրութը, ամբողջությամբ գրավելով Շաումյանը, զգալի մասով Հադրութը, Պարոն Վարդանով, մեր ժամանակը ջղայնացնել ոչ մեկին պետք չի, եթե կարաս չջղայնացնես, խես թշնամացնում ինչ-որ մեկի։ Ես ոսկի Թուրքիա չեմ ուզում թշնամություն անեմ։ Երևի թե միաժամանակ չի կարելի բոլորին չջղայնացնել, ի վերջո մեկը ամենայն դեպս որտեղ հնարավոր է կարելի է բանա մի քիչ ավելի զորք լինել։ Ես առաջարկում եմ եւս մի քանի կարևոր հարցերից խոսենք, տեսեք, օրինակ ծառայությունը 1.5 տարի դարձնելու այդ նախագծից դուք կողմ եք թե դեմ, այսպես եթե կարճ ասենք։ Ես կողմ եմ, որ մի տարի դառնա, բայց պիտի լինի որոշակի նախապայմաններ դրանք կատարելուց հետո։ Նախապայմանների մեջ տարին մի անգամ բոլոր Հայաստանի Հանրապետության դեռևս տղամարդիկ, հետո հնարավոր է եւ կանայք, բոլորը
Բայց երկուսից մի տարի միանգամից դժվար է, թե այդպես է սա որպես անցումային տարբերակ։ Ես էլ եմ այդպես դիտարկում անցումային, բայց անհրաժեշտ գործողությունները, որոնք որ կմեղմացնեն անձնակազմի պակասելը, այդ գործողությունները ես չեմ տեսնում։ Այդ գործողությունները մի քիչ առաջ ասեցի, հավաքներ, որտեղ մասնակցում են բոլոր Հայաստանի Հանրապետության տղամարդիկ, երեխաները եւ ծերերը ոչ։ Եթե տղամարդ ես, պիտի մասնակցես տարին մի անգամ, մի ամսով, 20 օրով, 15 օրով, նայած ինչքան դիրքերում կարիք կա մարդ ուժի, եթե չկա կարիքը եւ սահմանապահ զորքերը ամբողջությամբ պահպանում են սահմանը եւ պաշտպանելու կարիք չկա, ուսումնական վարժանքով, ոնց որ արվում է Շվեյցարիայում, ոնց որ արվում է Ֆինլանդիայում, ոնց որ արվում այն երկրներում, որտեղ Հայաստանի նման համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգի օրենքը ընդունվել է, բայց ի տարբերություն Հայաստանին, ոչ թե օրենքը ընդունվել, այլ այդ ծրագիրն է ընդունվել եւ իրականացվում այնտեղ ի տարբերություն մեզանից։ Մեր մոտ ընդհանրապես խոսում ենք դրա մասին։ Դուք ասում եք այդ հավաքների մասին, որոնք առաջ երամսյա են, հիմա դարձել են 25 օրյա, եւ ասում եք, որ ռեզերվիստները ավելի ինտենսիվ պետք է ամեն տարի մի անգամ այդ գործին։ Ես հասկանում եմ ձեր տեսակետը, բայց դա նաեւ լրացուցիչ ֆինանսական միջոցների հետ կապ ունի։ Ոչ։ Հիմա տեսեք, նաև ռազմական բյուջեն է կրճատում, թե վարչապետը ասում է, որ իրականում չի կրճատում, պարզապես քան որ մենք հաջորդ տարիների համար պլանավորած ծախսեր ունենք, կտացրեցինք 25-ի մեջ։ Ես հենց մաթեմատիկորեն է բացատրում եմ։ Եկենք հասկանանք, եթե շարքում այս պահին, ասենք 40-ից 50,000 զոր կա հայկական զինված ուժերում, եթե 20,000-ով կրճատենք, հələ ինչ հսկայական կրճատում եմ ասում, կործանարար է, չէ, մեր համար լինելու։ Իսկ եթե 250,000 հոգի ամեն տարի մի ամսով գան բանակ, ինչ է ստացվում։ Մշտապես 20,000 ռեզերվիստ մշտապես գտնվում է շարքում։ Եվ այդ այնց 20,000-ով ամբողջ ռեզերվը մի տարի անցնում է, հետո մյուս տարի ստացվում է, որ դու կրճատել ես ծախսերը, որովհետև մարդուն, երբ որ տանում ես ժամկետային ծառայության ծախսերը շատ ավելի շատ են պայմանագրային զինծառայողի ծախսերը, իսկ ռեզերվիստի ծախսերը զգալիորեն քիչ են։ Կարամ մի քանի էլի։ Ձեր այդ ասած մտքին նպաստող ծրագրեր կան, օրինակ այդ պաշտպան հայրենյաց ծրագիրը։ Այո, նպաստում է, բայց դա քանի որ կամավորական է, մարդ պիտի ուզենա, որը տեղ գրվի։ Նույնը պայմանագրայինն է, այն որ անգրագիտաբար պրոֆեսիոնալ են անվանում, արհեստավարժ են անվանում, արհեստավարժ բառը օգտագործում են պայմանագրային կոմպլեկտացիայի վերաբերյալ։ Արհեստավարժը կարա լինի ժամկետայինը, կարա լինի պայմանագրայինը, իսկ կարա լինի վարձկանը, եթե ինքը պարապել է, եթե ինքը մասնակցում է եւ ինտենսիվ վարժանքների արդյունքում պրոֆեսիոնալիզմը իր բարձր է։ Հիմա եթե մենք պայմանագրայինից, ասենք, մի քիչ հեռու է տանք, այդ աստիճան գումարներ չծախսենք, դրա վրա ժամկետայինը կրճատենք, հիմնականում իրանք ուսումնական նպատակ ունենան, ասեն 1 տարի, 8 ամիս, 9 ամիս եւ 2 ամիս պրակտիկա։ Մենք հնարավորություն ենք ստանում այն մնացած զորքերի պակասը լրացնենք ռեզերվիստներով, պայստազորայիններով, մշտապես տղամարդկանց, եթե իրանք ունակ են երեխա սարքել, իրանք պիտի ունակ լինեն այդ երեխաներին պաշտպանել։ То есть եթե տղամարդ է, խնդրեմ, մի ամսով զբաղացրած։ Եվ նաև դրա ցանկությունը ես կարծում եմ պետք է ունենան, դա ամենակարևոր գործոններից է, որովհետև ես հաճախ զրուցել եմ այն տղաներին ու միջին տարիքի նաև ովքեր այդ հավաքներին մասնակցել են, եւ երբ հարցնում եմ ինչքանով է դա օգտակար, ինչ որ բան տալիս է, չի տալիս, մարդիկ կան ասում են, եթե դու ունես ցանկություն ինչ որ բան սովորելու, վերհիշելու կամ պատրաստ լինելու մարդկային իրավիճակներին, ապա դու ինչ որ բան կստանաս։ Եթե չես ուզում, հենց այնպես գնացել ես ժամանակ վատնելու, ոչինչ չես ստանում։ Ճիշտ է, նման բանը իրավիճակը շատ հաճախ հավաքների ժամանակ տիրում է, երբ որ մարդը եթե չի ուզում, ոչ մի բան չի ստանում։ Բայց քաղաքացու մասին պիտի մտածի պետությունը իր լծակներով, այդ թվում նաև ասենք ուսումնական կենտրոնով։ Ուսումնական կենտրոնը պիտի իր աշխատանքները անենց դասավորի եւ անենց կառավարեն խումբը ռեզերվիստների, որ մարդը ճարահաձյալ պարապի։
Դա կոչվում է, սկզբունք կար ռուսական բանակում, սովետական բանակում, не хочешь заставим, хочешь научим։ Այդ վիճակը, ասենք, պիտի լինի, ասենք, ռեզերվիստների հետ նաև, որովհետև ցանկացած մարդու կյանքը մեր համար թանկ է։ Դե եթե թանկ է, իր կենսունակությունը բարձրացրա, թեկուզ զորով իրան ստիպելով, որ ինքը կարմիրի տակով մեքենա չքշի։ Եվս երկու հարց, պարոն Վարդանով, հունիսին, երբ այդ սրացում եղավ, իսրայելա-իրանական եւ այդ 12-օրյա պատերազմը դուք եւս կարծիք հայտնեցիք, որ տարածաշրջանում եւս կարող է բռնկում լինի եւ լայնածավալ պատերազմի նաեւ հոտ է գալիս։ Կարծում եք, որ այսօր այդ ռիսկերը նվազել են նաեւ վերջին իրադարձությունների այդ Վաշինգտոնյան համաձայնագրերի ֆոնին։ Կարծում եմ ոչ, հակառակը, տրիպը, այդ ճանապարհ Տրամպի անունով կոչվող ինքը ամենակիչը երբ ինքը պայմանավորվածությունը եղավ, երբ ստորագրեցին եւ դրանից առաջ երբ հարձակվեց Իսրայելի ավիացիան, երբ որ Չինաստանից բեռները ցամաքային Միջին Ասիայով եկան, հասան Իրան եւ Իրանից մտան առաջի պարտիան, դրանից 10 օր առաջ մտել էր Հայաստան։ Նշանակում է Իրանը հաբ դառնալու, ասենք տրանսպորտային մի sense լծակ դառնալու, որտեղ միացնում ես չինական եւ հնդկական բեռները լավ հավակնություններ ուներ։ Այ Իրանը դրանից զրկեցին եւ զրկելը դա մենակ ժամանակավոր այս ձևով դա քիչ է։ Պիտի արվածները ուժեղանան։ Ներգրավվածությունը, այսպես պաշտպանության, անվտանգության լրացիչ երաշխիք չէ մեզ համար։ Մեր համար ոչ։ Ինքը ոչ ոքի համար երաշխիք չի, ինքը երաշխիք է, որը մեզ համար կլինի։ Իսրայելի համար երաշխիք է, որ իրան ռումբ կտան, բայց որ Իսրայելին կխփեն, ինքը դրա համար չի կարող ոչ մի երաշխավոր լինի։ Երաշխավոր որ չեն սպանի, ամերիկան չէ, ով ուզում ալնի, դա Աստծո գործն է։ Իսկ որ ասենք քեզ զենք կտան, կարա լինի, բայց ամերիկան մեզ զենք է խոստացել։ Ես ինչքան հիշում եմ, այդ պայմանավորվածության մասին պայմանավորվածությունը, այտենց ավելի ճիշտ բնութագրել պետք է, ասենք այդ բանը այդ 3 հոգու ստորագրությունները այդ թղթի տակ այնտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդհանրապես գրված են, որ վկա են, ներկա են այդ բարձ է։ Կարճ ասած երաշխիքները միակ երաշխիքները որ կա, դա համապարփակ անվտանգության եւ պաշտպանական, ասենք, համակարգն է, կարճ ասած ազգբանակ։ Մենակ դա է երաշխիք, որ մեզ ոտնատակ չեն գցի, մեծ կիլդիմի դեպքում միայն դա։ Շնորհակալություն, մեր ժամանակն ավարտվել է, բայց ես կուզենայի եւս մեկ րոպե խնդրենք եւ անպայման ոմայնել նաեւ հանրադառնանք այսօր ինչ ծրագրեր ունեք, ինչ եք անում, ինչ փուլում եք, արդյոք ընդլայնվելու, ավելի առաջ մղվելու։ Ընդլայնվելը մեր ֆիլիալներով է, այս պահին 16 գործող ֆիլիալ, չէ 13 ունենք, 3-ը կրճատել ենք, մեր միջոցները բավականին սուղ են եւ այն հակաքարոզը, որ թուրքերը մեր դեմ անում են, եւ որոշ, ասենք, մեր անգիտակից քաղաքացիներ թուրքերի խոսքերը կրկնում են, իր դերը խաղում է, 13 ակտիվ ֆիլիալներ ունենք, այդ ֆիլիալները ներկայացված են բոլոր մարզերում։ Հիմնական մեր ֆունկցիան դա մարզումներն է, պարապացնելն է ցանկացած քաղաքացու, որը որ 16 տարեկանից բարձր է, նախաբանակային, ռեզերվիստ, կինարմատ, կարճ ասած չկա ոչ մի պրեձել, 16-ից մինչև 99 տարեկան, ոնց տեղավորվում ես հետը, ուրեմն կարող ես մասնակցել, բայց բացի դրանից կան ծրագրեր, որոնք որ օրինակ մի ծրագիր մենք ավարտին ենք հասցնում, ավարտական փուլի մեջ է, ընդ 20 գմբեթ պիտի դնենք, ժամանակավոր փայտահողային կրակակետերն են, որոնք որ ժամանակավոր էին եւ հնարավորություն տվեցին նույնիսկ ընդդիմացող բյուրոկրատներին պաշտպանության նախարարության ընդդիմության պայմաններում բետոնային կրակակետեր կառուցի պաշտպանության նախարարությունը առանց վտանգվելու։ То есть իրանք իրենց դերը խաղացել են եւ այս պահին արդեն 400-ից ավել տեղադրած ունենք, մի 20 քանի հատ մնացել, որ վերջացնենք այս տարի եւ ոչ թե փակելու ենք այդ ծրագիրը, այլ սահմանափակվելու, այլ ամբողջությամբ մեր ռեսուրսը դրա վրա չի լինելու։ Կլինեն դիմումներ 5-ից 10, ասենք, գմբեթի զայով կամենք, կդնենք դիտարկման եւ հնարավոր է կատարենք։
Բացի դրանից ուրիշ ծրագրեր էլ կան, բայց այդ կարճ մի րոպեվա մեջ դրա մասին խոսելը հնարավոր չի։ Digitech ցուցահանդեսի ժամանակ մենք տաղավար ենք ունենալու, ներկայացնելու ենք մեր ծրագրերը, Digitech-ը անցկացվելու է Մերիդիանում, համեցեք, եկեք, այնտեղ կտեսնեք ինչով ենք մենք զբաղվում, մի քիչ էլ ասենց վիզուալ կտեսնեք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, մեր հյուրն էր Վովա Վարդանովը։